Հարավային Կովկասում առաջին անգամ Հայաստանը հյուրընկալել է աշխարհի ամենամեծ եւ հեղինակավոր կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել գինու համտես մրցույթը։ 3 Գառնիում տեղի է ունեցել մրցույթի բացման պաշտոնական արարողությունը։ Հայաստան են ժամանել գինու շուրջ 400 փորձագետ 60-ից ավել երկրից, գինու վաճառողներ, գնորդներ, սոմելիեներ, գինեգետներ եւ ոլորտի այլ մասնագետներ։ Այսպիսի միջոցառում նախկինում անցկացվել է Իտալիայում, Պորտուգալիայում, Իսպանիայում, Մեքսիկայում, Չինաստանում եւ աշխարհի այլ երկրներում։ Մրցույթը 2026 թվականին անցկացնելու հայտը շահել է Հայաստանը։ Մանրամասնել է Պապոյանը, հավելելով, որ Հայաստանն անցած տարի մրցույթն անցկացնելու էստաֆետը վերցրել է Չինաստանից։ Բացման արարողության ժամանակ ելույթով հանդես է եկել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, նշելով, որ վերջին տասնամյակում Հայաստանը գինեգործության ոլորտում արձանագրել է զգալի առաջընթաց, ձևավորելով ժամանակակից կայուն զարգացմանն ու նորարարություններին միտված ոլորտ։ Նրա խոսքով այս ընթացքում եռապատկվել է գինեգործական ընկերությունների թիվը, հասնելով մոտ 180-ի։ Կրկնապատկվել է գինու արտադրությունը, իսկ արտահանման աշխարհագրությունը այսօր ընդգրկում է 39 երկիր։ Մրցույթ համտեսին բացման խոսքով հանդես են եկել նաև Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը եւ կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել մրցույթի տնօրեն Քվոն Տահավոն։ Գինու միջազգային փորձագետները կփորձեն շուրջ 65 երկրից Հայաստան բերված մոտ 8000 տեսակ գինի, այդ թվում շուրջ 130 տեսակ հայկական գինի։ Մրցույթը կընթանա կույր համտեսի ֆորմատով։ Հյուրերը կայցելեն նաև Հայաստանի գինեգործական հիմնական շրջաններ՝ Վայոց ձոր, Արմավիր, Արագածոտն եւ Տավուշ։ Կծանոթանան հայկական գինեգործության հարուստ ավանդույթներին, խաղողի տեղական սորտերին եւ ժամանակակից գինեգործական մշակույթին։ Մայիսի 23-ին համտես մրցույթի վերջին օրը կհայտարարվի միջոցառումը հյուրընկալող հաջորդ երկրի անունը, որը մինչ այդ պահը գաղտնի է պահվում։ Լիլիթ Աբրահամյան, Ալվարդ Բաղդասարյան, Ռադար Արմենիա։